Վաշինգտոնը զգուշացնում է, որ ռուս-ուկրաինական կոնֆլիկտում այլևս ակտիվ միջնորդի դեր չի խաղալու, ինչպես նախկինում։ Ժամանակն է Կիև-Մոսկվա ուղիղ բանակցությունների։ Դոնալդ Թրամփի նախագահությունից 100 օր անց Վաշինգտոնը խմբագրում է գործընթացում իր դերակատարումը։ Նահանգների որոշումը հրապարակել է պետդեպարտամենտը։ Ճիշտ է, Վաշինգտոնն այսուհետև ևս անելու է հնարավորը Ուկրաինայում խաղաղությանն աջակցելու համար, սակայն հայտարարում է, որ հակամարտության ելքը կախված է Կիևի ու Մոսկվայի հստակ առաջարկներից։ Ինչպես պետքարտուղարն է հայտարարել, ժամանակն է, որ հակամարտությանը ներգրավված երկու կողմն էլ հստակ առաջարկներ ներկայացնեն պատերազմն ավարտելու վերաբերյալ։ Այս խնդրին մեր մոտեցման ոճն ու մեթոդաբանությունը փոխվում են։ Մենք միջնորդ չենք լինելու։ Անշուշտ դեռևս հանձնառու ենք խաղաղության ջանքերին և կանենք այն, ինչ կարող ենք, սակայն այլևս վայրկենապես չենք թռչելու աշխարհի մյուս ծայրը հանդիպումներ վարելու համար։ Հիմա աշխատանքը պետք է կատարեն երկու կողմերը։ Բրյուսն ընդգծել է, որ Միացյալ Նահանգների ուշադրությունը պահանջում են նաև աշխարհի մյուս երկրները, իսկ Վաշինգտոնը չի չեղարկելու Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այս պատերազմը ռազմական լուծում չունի։ Մենք գիտենք, ուր են հասել ուկրաինացիներն ու ռուսները։ Նրանք մոտ են, բայց դեռևս բավարար մոտ չեն։ Շատ շուտով պետք է իրական առաջընթաց լինի, հակառակ դեպքում նախագահը ստիպված կլինի որոշում կայացնել, թե որքան ժամանակ պետք է զբաղվենք այս խնդրով։ Այն, ինչին հասել է Դոնալդ Թրամփը ռուս-ուկրաինական բանակցություններում, ոչ ոք չէր կարող անել 8 միլիարդանոց աշխարհում, պնդել է Միացյալ Նահանգների փոխնախագահը։ Ջեյ Դի Վենսն այնքան էլ լավատես չէ հակամարտության ավարտի ժամկետների հարցում։ Պատերազմը շուտով չի ավարտի, քանի որ հակամարտության կողմերը գիտեն միմյանց խաղաղության պայմանները, բայց դեռևս համաձայնության չեն եկել։ Այժմ ռուսական և ուկրաինական կողմերը պետք է որոշում կայացնեն այս դաժան հակամարտությունը կանգնեցնելու համար։ Այո, ուկրաինացիները բարկացած են, որովհետև հարձակման են ենթարկվել, բայց արդյոք պետք է շարունակել հազարավոր զինվորներ կորցնել մի քանի մղոն տարածքի համար, այս կամ այլ կողմից։ Փոխնախագահն ասել է, որ կարգավորման առաջին քայլն ամեն կողմից խաղաղության սեփական առաջարկները ներկայացնելն է, ինչն ըստ Վենսի իրականացվել է։ Այժմ դիվանագետները պետք է փորձեն մոտեցնել կողմերին, և Ամերիկան պատրաստվում է հաջորդ 100 օրվա ընթացքում ջանքեր գործադրել դրան հասնելու համար։ Ռուսաստանի նախագահը բազմիցս հայտնել է, պատրաստ են Կիևի հետ ուղիղ բանակցությունների առանց նախապայմանների։ Ուկրաինայի նախագահն էլ Պուտինի երրորդյա հրադադարի առաջարկը մանիպուլյացիա որակելով առաջարկել է 30-օրյա հրադադար, ինչն ըստ Լավրովի արդեն նախապայման է։ Ոչ 3, ոչ 30 և ոչ մի վայրկյան կրակը չի դադարում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս գիշեր ռուսական հոբ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական 121 անօդաչու թռչող սարք։ Զանգվածային օդային գրոհի է ենթարկվել հատկապես Ղրիմը, որտեղ ոչնչացվել է 89 անօդաչու։ Թիրախավորվել են մասնավորապես ռազմավարական նշանակության օբյեկտները, որոտացել են հզոր պայթյուններ։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։